Այսօր քննչական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է 2019 թվականի հունիսի 20-ի դեպքերը։ 2018-2019 թվականներին Վրաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար Գյորգի Չալաձեն ներկայացրել է հանձնաժողովի անդամներին եւ հիշել հունիսի 20-ի դեպքերը, թե ինչ էր կատարվում խորհրդարանի շենքում, որտեղ նա գտնվում էր այդ պահին։ Չորչանա գյուղի անցակետի բացման գործով հետաքննության շրջանակներում այսօր դատախազությունում հետաքննությունները շարունակվում էին։ Այսօր քննչական գործակալությունը հարցաքննել է Ծաղվի գյուղի վարչակամյավորի մարզպետ Վաժա Լոմիձեին եւ նույն գյուղի բնակիչ Մանանա Շեկելաշվիլիին։ Չորչանայի դրվագի վերաբերյալ գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննությունը դեռ գնահատականների թեմա է։ Վրացական երազանքը Գյորգի Գախարյայի այս որոշումը որակում է ստեղծված իրավիճակում արված սադրիչ քայլ եւ ասում, որ ներքին գործերի նախկին նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվի երկրի համար հնարավոր սպառնալիք ստեղծելու համար։ Լրատվամիջոցների ազատությունը Վրաստանում, մասնավորապես Մզիա Ամաղլոբելիի գործը։ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը 324 կողմ եւ 25 դեմ հարաբերականությամբ։ Քվեարկությանը ձեռնպահ է մնացել ընդամենը 87 անդամ։ Բանաձևը պահանջում է անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին եւ մնացած ձերբակալվածներին, որոնք ձերբակալվել էին ցույցերի ժամանակ։ Մինչ այդ Եվրախորհրդարանում տեղի է ունեցել բանավեճ, որտեղ որոշ եվրախորհրդարանականներ սուր քննադատության են ենթարկել Վրաստանի կառավարությանը եւ պահանջել անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին եւ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածներին։ Ընդդիմությունը դրական է գնահատում Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումները եւ բացատրում, որ սա եւս մեկ շեշտադրում է այն փաստի, որ արևմտյան գործընկերները վրաց ժողովրդի կողքին են։ Շալվա Պապուաշվիլին իր ֆեյսբուքյան էջում կիսվում է Եվրախորհրդարանում քննարկումից առաջ արված լուսանկարով եւ նա գրում է. նման պահերը մեզ ցույց են տալիս, որ Եվրոպան եւ Եվրամիությունը միշտ չէ որ նույնն են։ Մեր եւ Եվրամիության շատ իսկական եվրոպացի քաղաքացիների խնդիրը պետք է լինի Եվրոպան վերադարձնել Եվրամիություն, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Բրիտանական դեսպանատան հայտարարությունը կրկին քաղաքական սպեկտրի քննարկման թեման է։ Ազգային շարժումը դա ուշագրավ է համարում եւ քննադատում է ԵԱՀԿ-ԺՀՄԻԿ-ի առաքելությունը ընտրություններին չհրավիրելը։ Իշխող կուսակցությունը պարզաբանում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ԵԱՀԿ-ԺՀՄԻԿ-ի համար առաջնահերթություն չեն։ Ինչ վերաբերում է հենց դիտորդներին, ապա վրացական երազանք կուսակցությունը նշում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ներկա են լինելու ինչպես միջազգային, այնպես էլ տեղական դիտորդներ։ Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը հանդիպել է Փաստաբանների միության նախագահի եւ անդամների հետ։ Խոսքը վերաբերում է հասարակական կազմակերպությունների դեմ հարուցված գործի վայրույթին, որի շրջանակներում անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ՀԿ-ները զբաղված են քողարկված քաղաքական գործունեությամբ։ Մայրաքաղաքի 2025 թվականի բյուջեն ավելացել է 62 միլիոն լարիով եւ ընդհանուր առմամբ կազմում է 2 միլիարդ 271 միլիոն լարի։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը համապատասխան որոշումը կհաստատի այսօրվա նիստում, ինչպես հայտարարել է քաղաքական խորհրդի գույքի կառավարման եւ ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Լևան Արվելաձեն, 2025 թվականի փոփոխություններ են կատարվում հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մնացորդները եւ ստացված եկամուտները։